Բայց քանի որ հիմա այն փուլում ենք, որ Թրամփը ինչ ուզում անում է, եւ արդար ասում է երկու միջազգային հանցագործներ, ինչպիսին են Նետանյահուն եւ Պուտինը, ինքը մտածում է առիթից օգտվեմ, ինչքան հնարավոր սեղմեմ, բայց գիտի որ մի օր գալու է, որ բանը հասնելու է։ Դատ ու դատաստանի, ասում է ինձ այդ թղթերն տվեք։ Ես եւ ասպես, որպեսզի այդ թղթերը երբեք չլինի եւ այս Փաշինյան Նիկոլ կոչված այս ճիվաղը դառնա խաղից դուրս լեգիտիմության իմաստով։ Պետք է այդ լացուկալցը թարգել, այդ ազգային ժողովի այսօր մի հատ աղջիկ աշկերտը լսած խոսում է, ես ինչ անում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը ոչ իվան չի անում։ Նիկոլ Փաշինյանը ինչ անում, ձեր ձեռքով անում։ Մենք բոլորս գիտենք ինքը ինչ էր խոսում եւ ինչ էր անելու։ Ոչ մի բան թաքուն չի եղել։ Ոչ մի բան անակնկալ չի։ Մենք գիտենք։ Եթե դուք համաձայն չեք, արա ձեր մեջ մի մարդ չկա, գոնե մեկը, հələ ֆրակցիան գլորի ծոց է եթե չան։ Գոնե մեկը։ Տեսնենք, գոնե մի բարոյական, կես բարոյական պատգամավոր կլինի, որ ասի, ես այս հայտարարությունը չեմ ուզում, լիազորեմ քեզ։ Ես այս հայտարարությանը չեմ մասնակցի, ես վայր եմ դնում իմ մանդատը, հա։ Որտեղ վարչապետը նախագահ չի, վարչապետին ընտրում է խորհրդարանը։ Խորհրդարանական մեծամասնությունը, հասկանում եք, այսինքն այդ մարմինն է ընտրում։ Դուք էլ եք մասնակցություն եք, որտեղ առանց այդ մասնակցության դա չի լինելու։ Եվ այսպես ուղիղ ասում եմ 5-րդ շարասանը, այդ պատգամավորներով, ձեր լրատվականներով, ձեր աջակիցներով, ձեր Facebook-յան ֆեյքերով եւ չֆեյքերով, դուք բոլորդ Նիկոլ Փաշինյան եք։ Դուք հնարավորություն եք ապացուցել այսօր, որ դուք Նիկոլ Փաշինյան չեք։ Ես պնդում եմ, որ դուք Նիկոլ Փաշինյան եք։ Ես գիտեմ։ Դուք հիմա կարող եք ապացուցել, ոչ ախպեր ջան, մենք ճիշտ է, սարիկա ենք Ռուսաստան ենք պահում այսքանից հետո, հա, ուզում ենք այսքան ինչ արես չարես, մեկը ռուսից են կոմ աշխարհ չկա, բայց չէ համաձայն չենք, էլի, բայց ճիշտ է, սարիկա ենք, բայց այդքան տականք չենք, էլի։ Հիմա հնարավորություն եք ապացուցել ախպեր ջան, որ արա սրան պատրաստ չեք, էլի։ Երկիրը թուրքացման չի կարող գնա։ Դրեք ձեր մանդատները։ Իսկ այն օկտատերերը, այն մարդիկ, որ հիմա նայում են այս հաղորդումը, որոնք հույսեր են կապում Ռուսաստանի հետ եւ իրենց ներկայացուցիչներից չեն պահանջում, որ մանդատները վայր դնեն, հասկացաք չէ՞ ում մասին է խոսքը, նույն Սերժիկի, Ռոբիկի եւ Տաշնակների, այսինքն դրանք նույնն են, այս 5-րդ շարասում կոչված։ Եթե դուք համաձայն չեք Նիկոլի հետ, բայց չեք պահանջում, որ դրանք մանդատները վայր դնեն, ուրեմն դուք այդքան էլ անկեղծ չեք ոչ միայն ինձ հետ, այլև ձեր հետ։ Հասկանում եք։ Այստեղ մի խնդիր կա, իսկ եթե մարդը անկեղծ չի, մարդը բարոյական չի, նույնիսկ այս հարցերում այս կրիմինալ վիճակի նշանակում է այդ մարդը իրավունք չունի պետականություն ունենալու։ Ուղղակի չունի էլի։ Ասում եք բարոյական ոչ մի նորմերով իրավունք չունի այտենց մարդը, այտենց ժողովուրդը, այտենց հասարակությունը պետականություն ունենա։ Ու այս ամեն ինչը շատ տրամաբանական իր ձևաչափի մեջ է։ Եվ այսպես, ովքեր դեռ հույսեր են կապում Ռուսաստանի հետ ու չեն պարտադրում իրենց պատգամավորներին վայր դնել այդ խոսակցությունը չկա, հələ նայում եմ, ոչ միտեղ չի պատտվում է, ամբողջ մեդիան էս նայում եմ, ես գրում եմ, ոչ միտեղ, ոչ մի կուսակցություն, չկուսակցություն, խմբակցություն, ոչ մեկ այդ բանին, ոչ մի բան չի արվում։ Միջդեռ միակ հարցի լուծումը դա է։ Ես հիշում եմ այդ Բալգրադ գետադարձը, հիշում եք։ Այն ժամկետանց այդ բանը քաղաքական գործիչ, այսինքն չկայացած քաղաքական գործիչ, բայց ժամկետանց հոգևորականը։ Դրան նույնպես ժամանակին ասվեց, ինքը կանչեց խորհրդատվություն, սկսեց հարց ու պատասխան տալ։ Իրան ասեցին, չէ, դա իմաստ չունի։ Ասեց, դե լավ, ասեցին իմաստ չունի։ Ու անցավ առաջ։ Ես իմ ասում եմ, անցնեք առաջ, չասնեք առաջ։ Մեկը վերջացավ այս պետությունը, վերջանում է։ Արա պետք է թուրքական միլի մեջլիս ներկայացնեք, մարդ եղեք էլի, մի անգամ մարդ եղեք։ Ձեզ ինքնակամ զրկեք այդ պատգամավորական մանդատից, թող ժողովուրդն իմանա, որ ձեր մեջ մի հատ բարոյական մարդ կա։ Տեսնենք գոնե մի հատ բարոյական մարդ կլինի, թե չի լինի։ Հիմա այս բանը մյուս շահառուին։ Այս 2 օր առաջ իմացաք, նույնիսկ արդեն 3 օր առաջ, որ եկեղեցին հոգևոր ժողով էր կազմակերպել, ճիշտ է։ Դիմում էին միջազգային կազմակերպությունների, մարդու իրավունքների, Արցախի վերադարձ եւ ամենակարևորը Ռուբեն Վարդանյանին պաշտպանություն եւ կոչ, որ Ռուբեն